գործից ձգվել ենք եկել ենք, որ մեր վաղվա գործը մեր ձեռքից չգնա։ Չէ՞ որ խոշորների գտնելու համար պետք չի որ այսքան մարդու դու գցեք այսօր ինչ-որ մեր կոլապսի մեջ հնարավորինս ամեն ինչից գործ ու ամեն ինչ թողած գա, ինչա խոշորները անկիր երևացող մարդիկ մի քիչ այսքով որ թեքվեք կտեսնեք խոշորներից մեկի։ Հենց շեյքի հետևումը։ Տեսեք, եթե այսպես անենք, ես չեմ նախ այո բնականաբար շնորհավորում ենք բոլորիս, ես նախարարության բոլոր աշխատողներին եմ ներառյալ, որովհետև մենք չլինելով գործարար, մի թիմի մաս ենք, մի գործ ենք անում, ամեն մեկը պետական քաղաքում, մասնավոր քաղաքում, Գեորգյան եկավ նաև փորձի հարցերի մի մասի պատասխանել կամ ավելի շատ դիալոգներ անել։ Ես այսօր չեմ փորձի, եկեք կոորդինատները հստակ ֆիքսել, չեմ փորձի փաստաբանություն անել այս կողմի, քաղաքականության, ոչ էլ կփորձեմ, այսպես ասած, կներեք նա ձեզ հաջողություններ, ասեմ, այ օրինակ սենց կանենք, նես կանենք։ Դուք, եկեք պայմանավորենք սենց, դուք ձեր խնդիրները, հիմնական պրոբլեմները, մեկ անգամ ևս բարձրացնել, մենք դա գրենք, նորից գնանք քննարկենք, ասենք օրինակ այսպիսի հարցեր կա։ Պայմանական, հիմա ամենահիմնական հարցը, որ ես այսօր հասկանում եմ, հետևյալն է, որ եթե ամեն ինչ այսօր փաստաթղթավորված լիներ, եւ ձեր կողմից, եւ մինչեւ ձեզ հասնելը, եւ ձերից հետո այլ բոլոր ուղղությունները, հարկային վերը իրականում բացարձակ մեծ չէ, ընդհանրակը մի բան էլ իջներ։ Ես իմ տպավորությամբ այստեղ կա խնդիր, այսինքն փաստաթղթավորման հարց կա, որովհետև երբեմն ձեզ տալիս են ապրանքներ չփաստաթղթավորված, դուք էլ բնականաբար ստիպված եք լինում, օրինակ, հա, դրանք չփաստաթղթավորված վաճառել, հետևանքով չեք կարողանում նվազեցումներ անել, հարկային վերը մեծանում։ Եթե սա կան ավելի մանր դետալներ, որոնք որ արժի, որ մենք դրա մասին իմանանք, որովհետև նախարարությունը այս կոնտեքստում ձեր շահերի թիմ մեկ պաշտպանում է։ Մեր բոլոր ծրագրերը աջակցության ծրագրեր են։ Աջակցություն այս ուղղությամբ, աջակցություն այն ուղղությամբ, այս ծրագրով, այն ծրագրով քիչ առաջ էլի մի հատ բոլովակ էի անում, որ գործարարները, ֆերմերները իմանան, թե մենք ինչպիսի ծրագրեր ունենք, որովհետև շատ հաճախ այս մեր ծրագրերի մասին տեղեկատվության պակաս կա, այսինքն մեր խնդիրն է ձեզ օգնել ինչքան կարող եք։ Դրա համար կխնդրեմ մաքսիմալ փոխադարձ հարգանքի մթնոլորտում, չակնկալենք, որ այսօր դուք ինչ ասեք մենք անելու ենք, կամ էլ ես ձեր հետ վիճելու եմ, ասեմ չէ, այդպես չի, ոչ են ենք անելու, ոչ են։ Մի հատ ձեր հարցերը նորից մեկ առնեք, մեկից մինչև 10 կետով, կամ մեկից 5 կետով, չգիտեմ, բարձրաձայնենք, մենք գրենք, որի համար ունենանք տեղում։ Չէ, հեսա նորից մեկ անգամ, հիմա քննարկում են, ժողովուրդ գրավորը գիտենք, բանը գիտենք։ Դե մարդը հիմա ասում է, ևս մեկ անգամ քննարկենք, այս անգամ հստակ կներեք, որ խնդրեմ դուք կներկայացրեք այն մեր մյուս դիմումներին, այսինքն ինչ եք պատասխանում, օրինակ ինչ եք գույքագրումը, որ խնդիր է մեր համար, օրինակ դրան ինչ եք պատասխանել, որ մի անգամ էլ ասենք, կառավարությանն են գրել, էկոնոմիկային են գրել, Չէ, ֆինանսների նախարարությունն էլ ենք դիմել, մեր ասոցիացիայի անունից, ասոցիացիայի անունից մենք այդ նամակները ուղարկել ենք։ Ֆինանսների կառավարությունի դիտորդում տալու նպատակով, գրությանը պատասխանվելու է, կարող եմ ձեր գրությունը, ձեր Արտիկ Արտիկյան, ուրիշ մեկը կավարում է լավ իշում տեսեք, ձեր բոլորի հարցումները վերաբերում են հարկային քաղաքականությանը, կա կառավարության որդեգրած քաղաքականություն, ֆինանսների կառավարման և հարկային ճեղքի ուղղմանությամբ և այդ որոշումների շրջանակում են։ Կառավարությունը գնում է միասնական հարկային դաշտ ստեղծելու ուղղությամբ, տեսեք, դուք հիշում եք անցյալ տարի ասում եք, որ խնդիրներ կան շրջանառության հարկ և արժեքի հարկի հարցման դաշտում գործողների միջև։ Այդ խնդիրների կարգավորումը այսպես կամ միասնական կներեք, իմ այդ բան ասում էլի, մենք այդ մեր անցյալ հանդիպմանը, որ գավառում նախ շնորհակալություն որ եկել եք, բայց ընդել այդ խնդիրները, այսինքն մենք ես էկոնոմիկայի նախարարության իմ տեսանկյունից խիա որոշվենք, որ էկոնոմիկայի նախարարություն չունենք այն պատճառով,
որովհետև մենք այս նոր բարձրացած խնդիրները մի անգամ ազգային ժողովում ենք հանդիպել, այնտեղ մենակ Ֆիննախն է ու հարկայինը։ Մի անգամ կառավարությունում ենք երկու անգամ էլ ոնց որ կառավարությունում ու նույնը։ Էկոնոմիկայի նախարարություն չկա։ Մի հարց առաջանում, այդ իմ պատկերացումով, ու ոնց որ ինչքան հասկանում եմ, տենց ճիշտ է։ Էկոնոմիկայի նախարարությունը այն խնդիրները, ինչը մենք ունենք, իրանց խնդիրը փողերն հավաքելն է։ Դա հասկացանք։ Բայց էկոնոմիկայի նախարարության խնդիրը խորանա, այսինքն տեսնի ինչն է խնդիրը, ու այդ խնդիրները բարձրաձայնի, որ իրենց գոլեգաները կառավարությունը սխալ որոշում չընդունեն։ Իսկ կառավարությունը ընդ որում էսի ասում եմ, այն ձեր գոլեգաները ինչ են ասել։ Վերցրեն այս հարկային փոփոխության հիմքում դրված է վիճակագրությունը, հարկային վիճակագրությունը։ Այսինքն հարկային վիճակագրությունը այն ինչը որ օրինակի համար գավառում է, այն ինչը որ զոդում է կամ բանում է, դա թիվ է, ընդամենը ընդ թիվ է, որը մի հատ խանութ այսքան, ընդ զոդում մսկի մեկը խանութը չէ, կրպարակ կա։ Դուք այդ գործը դուք պետք է անեիք։ Հա։ Ձեզանից լավ, ոչ մեկ չպետք է իմանա, որ ասոցիացիան նաև ներգրաված է համաձայն զարգացման։ Ես պատասխանում Դեռ չեմ ուզում հայլանալ ինչ կա, չկա, բայց չկա, ինչի պիտի այստեղ։ Մենք եկել ենք իրար ցավը, մենք եկել ենք, չէ՞ որ ասում եք ասեմ, եթե հարցով եք տալի։ Մենք եկել ենք իրար հետ ֆիքսեինք, որ ցավով սրտի մենք բավարարություն։ Մի բան։ Կամ եկեք խոսենք հերթով իրար հարգելով, կամ եթե ցույց Դե ուրեմն ռետորական հարց մի տվեք, ուրեմն ցույց պիտի անեք, գնացեք ցույց արեք, ես գնացա ժողովրդի հետ իմ հարցերը, մեր բոլոր հարցերը կլուծենք, սա մեկ։ Հիմա ՀՄՑ ասոցիացիան ՀՄՑ զարգացման խորհրդի անդամ վաղը նիստ է ՀՄՑ ասոցիացիան ունի ներկայացուցիչ իդեմս Հակոբ Ավագյանը մեր տարիա նախարարեն Հակոբ Ավագյանը այսքան ժամանակ չեկավ ու չասեց մեկ այսպիսի առաջարկ եմ անում որպեսզի այս խնդիրը լուծվի ես հախանձագին խնդրում եմ ձեզ պարոն Ավագյանի Ձեզ սիրելի գործարարներ, ասեք, տվեք իմ ձեռքը թուղթ, ասեք, այս խնդիրը, այս լուծումը, կամ թեկուզ լուծումն էլ մի տվեք, ասեք, մենք բոլորով ունենք այս պրոբլեմը, մեր խնդիրը ճիշտ եք ձևակերպում, պրոբլեմը ձեզանից ստանանք ու տանենք լուծենք, տարբեր ասոցիացիաներ, տարբեր խնդիրներով գալիս են ու գործում են, արդյունաբերողները իրենց պրոբլեմները ունեն Տուրիզմը իր պրոբլեմներ ունի, առևտուրը, խոշորները իրենց խնդիրներ ունեն, փոքրերը իրենց խնդիրներ եւ այլն։ Հիմա ես խնդրում եմ ձեզ, որովհետեւ հարկային քաղաքականությունը ճիշտ եք ասում։ Մեր գործը չի, մեր գործը բիզնեսին աջակցելն է, բիզնեսի խնդիրները վեր հանելն է, այդ թվում նաեւ եթե պետք է տարբեր օրենքներում եւ կառավարության որոշումներում լուծում տալ։ Հիմա մենք ուրիշ ասում եմ, մենք ունենք բազմաթիվ կառավարության որոշումներ, որոնք միտված են տարբեր տեսակի գործունեության զարգացմանը։ Եկեք ասեք, օրինակ, ՀՄՑ-ի զարգացման համար պետք է իրականացնել այս 3 կետը։ Եկեք դուք ասեք, եթե մենք չլուծենք կամ այլընտրանքային տարբերակ չառաջարկենք, ավելի լավը չքննարկենք, նոր դուք մեզ մեղադրեք։ Հիմա ես թախանձագին խնդրում եմ բոլորիցը, Ժողովուրդ ջան, ասեք պրոբլեմը, միասին գնանք, գտնենք լուծումը։ Լուծում կառաջարկեք ավելի լավ։ Չեք առաջարկի լուծում, ժամանակ տվեք, մենք կգնանք, կմտածենք, կգանք կասենք Այս ձեր պրոբլեմի լուծման համար այս բանն ենք որոշել, լավն է թե վատը։ Կասեք վատն է, կգնանք նոր բան որոշենք։ Կասեք լավն է, բայց այս մասն է վատը, կլավարկենք։ Իմ խնդիրը հետևյալն է, իմ ցանկությունը։ Ես ուզում եմ ձեր հետ աշխատել։ Ես չեմ կարող նստեմ, դուք գնաք միտեղ ու լինեք, ես միտեղ ու որոշումներ կայացնեմ։ Մեր մեջ կլինի խզված։ Ես ուզում եմ իմ որոշումները օրգանապես կապված լինեն ձեր պրոբլեմների հետ։ Որպեսզի մեր որոշումները օրգանապես կապված լինեն ձեր խնդիրների հետ, մենք պիտի պարբերաբար հանդիպենք։ Հիմա եթե այն ֆորմատը չի լուծա այդ խնդիրը, կարող պայմանավորվենք, ամիսը մեկ այսքանով հավաքվենք, կրկնակի շատ հավաքվենք, դուք ասեք, այս է խնդիրը, նստենք այդ խնդիրը լուծենք։ Հաջորդ խնդիրը սա է, ես մեր լուծումը առաջարկեմ, դուք ձեր լուծումը։ Այսինքն
բանալիճենք, չլիճենք, բանալիճենք, քննարկենք եւ այլն խնդիրներին հերթով լուծում տանք։ Ես չեմ կարող իմանալ Հայաստանում ինչ բոլոր մանր բիզնեսները, ինչ կամ միջին բիզնեսները, որտեղ ինչ մանր խնդիրներ ունեն, բայց ես պատրաստ եմ բոլոր խնդիրները լսել ու բոլորիդ հետ քննարկել, տանեմ կռիվ տամ, որպեսզի խնդիրները։ Ու ասեմ ձեզ, սա մենակ իմ դիրքորոշումը չի, կառավարության դիրքորոշումն էլ է այդպես։ Եմի տեսեք մի հատ ինստիտուցիոնալ մակարդակում դուք դժգոհեցիք, որ մեր ՓՄԶ ասոցիացիան լավ չի աշխատել, հա, ուրեմն ասեմ ձեզ, այս վերջի, այսինքն վերջի մի տարվա ընթացքում, այս օրենքը ընդունելուց դուք հիշեք, ըստ եկանք, մենք ասացինք խնդիրներ կա, պարոն նախարարը Քերոփյանը մեզ ասաց, որ այս խնդիրներ չկա։ Մենք փոխեցինք, ներկայացրինք, հիշում եք։ Մենք Չէ, ՓՄԶ-ի մենք եկել ենք մի անգամ այդ ժամանակ ենք ասել։ Այս վերջի արդեն որ օրենքը մտավ ուժի մեջ։ Մի քանի անգամ գրությունը գրվել է մորբեղերով։ Այդ թվում նաև ձեզի էկոնոմիկային էլ հիմնարկներ, այսինքն այնտեղ խնդիրները ասվել է։ Հետո, տեսեք, դուք ուզում եք ասեք, որ էկոնոմիկայի նախարարությունը լավ աշխատում, մենք սխալ գնահատական ենք տվել, մենք սխալ պահվածք ենք տվել, չէ, մի վարքան։ Հա, ասեք։ Մի անգամ դուք եկաք, որի համար շատ շնորհակալ եմ։ Որպես օրակարգային հարցը ներառվել, քննարկվել է։ Ժողովուրդ ջան, ինստիտուցիոնալ մակարդակում մի վարքան, ստե խնդիրը, կներեք մի հատ բան ասեմ, չէ, մի վարքան ասեմ, ստե խնդիրը, եթե մենք ինստիտուցիոնալ մակարդակում այդ խնդիրը չդրեցինք ու չփորձեցինք լուծել, ժողովուրդ ջան, ամեն մեկից խնդիրը տարբեր է, ուտոգում չի լուծվելու։ Մի խնդիրը այն է, տեսեք, մենք այսինքն մենք մեր կողմից, մեր սահմանափակ ռեսուրսներով, մեր ՓՄԶ ասոցիացիան Դեն ես գտնում եմ, դուք մեղադրեցիք, որ մենք չենք ասել խնդիրների մեջը, այդի նշանակում է դուք տեղյակ չեք, որ մենք ասել ենք, ու ասում եմ, ձեր նախարարությունից ես անձամբ շատ շնորհակալ եմ, որ ձեր փոխնախարարը եկավ, Քյավառը եկավ, հասավ, Քյավառ այդ մարդը հանդիպանք ասեցինք, բայց դրանից հետո ոչ, այսինքն ասել ենք, միանշանակ տեղյակ եք։ Էդի մեկ, երկրորդ, չէ, մի վարքան վերացել իմ ու ձեր երկխոսության, բայց ուզում եմ վերացել բոլորի մեր երկխոսության։ Խնդրեմ, ժողովուրդ ջան, դուք կներեք, դուք օրինակ, դուք ամենասկզբից ձեռք եք բարձր։ Ուրեմն մեր հիմնական այստեղ աջալու իմաստը ինչու՞ն է։ Ես ինքս համարում եմ փոքր ու կարելի ասել միկրոբիզնեսի ներկայացուցիչ, ու որը դուք ըստ օրենքի դուք գիտեք 10% որ կարելի գումարի ներառնել, ուրեմն ինչ է իրենից ներկայացնում։ Դա հենց միան այդ ուժը հենց իմեր վրա է, փոքր բիզնեսի վրա է, որ մենք ցույց տանք դրանով, որ փոքր բիզնեսը պետք է հայտարարագրվի ու հաստատակավորվի, պլյուս դրան մենք ումից ապրանք վերցնում ենք բերիչիներից, նրանց տվյալները մենք վեկալ ենք թուղթ նրանցից, որ դուք ըստ մեզ նրանց կարանաք կարգի իրավիդեք կամ չգիտեք ինչ անեք, այդպես հասկանալ է։ Բայց ես առաջարկում, չէ, հենց տենց էլ կամ, չեմ ուզում ասեմ գործ տվողի դերում եմ, բայց ես չեմ ուզում այդպես։ Հիմի հասարակ մի բան։ Ես ասես մենք մտածում ենք, հազիվ մենք մեր գոյություն ենք։ Ու պլյուս դրա, ինչ է կատարվում։ 10%-ը մի հատ բացատրենք իրենից ինչ է ներկայացնում։ Դա տվյալ իշխաններ շրջանառության ամբողջ հարկի 10%-ը։ Բայց ես հասարակ մի բան, ապրանքներ կան, որ 5% են մտնում։ Ես քիչ պետք է ամբողջ ապրանքի 10%-ը տամ։ Կարակ բացատրեմ։ Սա ես ուղղակի կասեմ, հետո դուք պետք հարցերին կպատասխանեք։ Ու գալիս է այս հերթականության, որ դուք ըստ ձեր, ես խոսքը ձեր մասին չի, ովքեր այդ օրենքը առանց իմանալու, որքեր նրանք բիզնեսի մասնագետ չեն։ Իսկ ես արդեն 30 տարի բիզնեսի մեջ եմ, ու ես ամեն ինչ շատ լավ գիտեմ։ Հիմի տեսեք ինչ է կատարվում։ Ավտոմատ ես չեմ կարող 5% մուծել, բայց արդյունքում իմ եկամուտի 5%-ի մասին ասես, ապրանքը ծախել։ Բայց արդյունքում դուք օրենք ա դուրս եք, որ ամբողջ վաճառված ապրանքի 10%-ը պետք է մուծել։ Անհասկանալի է։ Ես դուրգա դրանից
Ու եթե սենց շարունակվի, փոքր ու միջին բիզնեսը ընդհանրապես պետք է պակտա դուրս գա։ Դրա համար ես առաջարկում եմ, դուք բերեք շրջանառության համար հատուկ շրջանառության թվեր նշանակեք, որ դրան հասնելով դրանց մինչև դեպ կլեն փոքր բիզնեսի ու միկրոբիզնեսի ներկայացնել, դրանք չեն ուտի ընդհանրապես ոչ թե 10%-ը, այլ դաժե 1%-ը, որ իրանք գոյության հարց լուծեն ու զարգանան, որ դա կլինի ձեր աջակցությունը։ Արդյունքում ինչ է դուրս գալիս։ Եթե հիմի դրանից բարձր դեպքում, թող մարդիկ այդ խաղը ինչ-որ կա վերանա, դրանց հետո մարդը 24 միլիոնից մեկ դրամ ավել ուտելու, թող մուտի իշքան ինքը լճարներ նրան 5% են Շեմ հապչելեի մարկետ ասել, որ հիմնական հարցը ինչ է։ Հիմի ես հարցը, սա ես փոքրի բացնեմ, ինչ որ կա, ես կերեմ ասել։ Մնացածը թող արդեն մենք միջին բիզնեսը բիզնեսի մատս իրան ասացերը թող արդեն։ Հետքան Ես պատասխանում ես այնուամենայնիվ չեմ կներեք տպավորություն սխալ չունի, քարեկցությունը ուրիշ դաշտ։ Ասեմ, հարկային քաղաքականությունը մեր գործը չի, մենք բան չենք ունել։ Ես ուրիշ բան առաջարկեմ։ Ֆորմատ քննարկենք, որտեղ քննարկենք աջակցության մեխանիզմները կոնկրետ բիզնեսների ըստ ուղղությունների, որովհետև մեր գործը դուք ճիշտ ասացիք։ Ֆունկցիաներ ունի, պետք ֆունկցիաներ ունի, մենք բաշխողն ենք։ Եկեք քննարկենք հետևյալ հարց։ Էկոնոմիկայի նախարարությունը օրինակ մոտավորապես 70 միլիարդ դրամ այս տարի ծախսեր պետք է իրականացնել։ Տարբեր ծրագրերի ուղղությամբ։ Եկեք դրա վրա կենտրոնանանք։ Արդյունավետ են դրանք թե ոչ։ Ինչի վրա շեշտադրում է անենք։ Կարող է ասեք, օրինակ այս ծրագիրը, որ անում եք այս ուղղությամբ ենթադրենք 3 միլիարդ դրամ ծախսում եք, ավելի արդյունավետ կլինի այս մի ուղղությամբ։ Այսինքն ես առաջարկում եմ, քանի որ մենք էկոնոմիկայի նախարարությունում ենք, ու էկոնոմիկայի նախարարության խնդիրը մենակ այն չի, որ գնանք ու այսպես ասած դիմադրենք, կռվենք ֆինանսների նախարարության հետ, պաշտպանենք ձեզ, իրանք էլ են ձեզ պաշտպանում։ Եկեք ֆունկցիան ուրիշ աներ։ Մեր ֆունկցիան գործարար միջավայրի բարելավում եւ գործարար միջավայրին աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճիշտ եք ասում, ոտքի կանգնի, ու գնա առաջ։ Ես կամ երկու տարբերակ կա այստեղ։ Կամ աշխատանքային խմբեր փոքր ձևավորել ըստ ոլորտների, ասենք այս ոլորտի հետ առանձին, այս ոլորտի հետ առանձին, կամ քննարկեն կոնկրետ օրինակ առաջարկներ, թե ՀՄԶ-ին աջակցության ինչ մեխանիզմ տանք, որը կաշխատի, որովհետև օրինակ եղել են աջակցության գաղափարներ, ինչև հիմա ՀՄԶ-ի աջակցության, ամենայն հարգանքով, որ ես հասկացել եմ, որ դա չի աշխատի, ձեր համար չի, ասել եմ չէ, ավելի լավ գաղափարը միշտ էլ պատրաստ եմ քննարկել, դուք ասեք պրոբլեմը որն է, փողի պրոբլեմա, չգիտեմ, սերտիֆիկատի պրոբլեմա, թղթի պրոբլեմ ունենք, որակի պրոբլեմ ունենք, ինչի պրոբլեմ ունենք, գնանք այդ պրոբլեմ, արտահանման պրոբլեմ ունենք, ներմուծման պրոբլեմ ունենք, ընթացակարգի պարզեցման պրոբլեմ ունենք, հաստատ պրոբլեմներ ունենք։ Սա պրոբլեմ է։ Հաստատ ամենայն հարգանքով։ Դες այսօր ՀՄԶ-ի ամբողջ խնդիրները գալիս է կառավարության ողջերած ծրագրից, որ ուզում է այս 55,000 ՀՄԶ-ները տանի դեպի ընդհանուր հարկման դաշտ։ Այս 55,000 ՀՄԶ-ների ճակատագիրը կառավարությանը հետաքրքիր չի։ Տեսեք, միգուցե եւ այսօրվա մասամբ ասեատերը նախարարությունն է, բայց գիտեք ոնց որ մի կողմից պրոբլեմներ եք ստեղծում, բարդացնում եք, մյուս կողմից աջակցության ծրագրեր եք առաջարկում։ Ընդհանրապես այս մարդիկ ասում են թողեք մի բարդացրեք, այդ փաստաթղթավորումը, գույքագրումը, չգիտեմ, մի խաթարեք այդ ամբողջ կոնցեպտը շրջանառության հարկի եւ այստեղ ոչ ոք կառավարությունից ոչ մի բան չի ուզում, պարզապես ասում են թողեք մենք հանգիստ աշխատենք։ Կներեք, ինքնիցե մի փոքր էմոցիոնալ է, բայց եկեք մանր քննարկելու տեղը մի հատ հասկանանք խնդիրները որտեղից են գալիս։ Շնորհակալություն։ Ֆունդամենտալ խնդիրը ես գիտեմ։
ֆունդամենտալ խնդիրը չէ հաստատեղտավորվածությունն է։ Որովհետև եթե թուղթ լիներ, չէ, թուղթը կա։ Ցանկացած թղթի դեպքում, եկեք խնդրում եմ ձեզ, այսօր սկսեք մի բիզնես զրույց։ Եվ դուք բոլորը բերեք թղթավորում եք։ Բոլորը ամբողջը ներդրում օրինական դարձով 2 տարի հետո միևնույնն է ձեզ մոտ ավելցուկ է լինելու, որովհետև դա եկամուտներն է, որ կուտակվում է ապրանքի տեսքով։ Անկախ ամեն ինչից լինելու է, թղթավորումը ամենասխալ բանն է։ Ես օրինակ Ես մաքսային մեր թղթերը դրանով չեմ ասում, ասենք միջին ու մանր բիզնեսի փաստաթղթավորումը չեմ ասում։ Ես ի նկատի ունեմ գույքագրումը։ Եթե դուք ուզում եք իրականում ճիշտ լինի եւ հարկը նորմալ վճարվի, ուրեմն քաղաքացուն տվեք ազատականացում։ Ես 5-6 տարի առաջ Coca-Cola-ն արժեր 250 դրամ։ Հիմա արժի 500 դրամ եւ ավել։ Այսինքն կրկնակի թանկացել է։ Դրա համար դուք պետք է շեմներ բարձրացնեք, որ քաղաքացին հանգիստ, անվախ, բերի շեմը բարձրացրած ինքը խփի, ես ինքս օրինակ ձեզ ասեմ, քաղաքացին ի վիճակի չի անհատ հաշվապահ վերցնի, իրան ավելի լավ այդ, որ 150,000-200,000-ը պետք է տա հաշվապահի, ավելի լավ է պետբյուջեն վճարի։ Հիմա դուք պատկերացրեք, եթե դուք ազատականացնեք այդ ամեն ինչը, այդ մարդը կմտածի ինչի, որ պետք է գնայք թղթաբանություն անեք, աշխշուկ, ամեն րոպե մի հատ գողանային կամ մի հատ խնդիր լիներ, կամ մի հատ փչանար ես խնդիրի առաջ կանգնեմ, տեսա շեմը բարձրացրել եմ, ես կխփեմ կվճարեմ։ Այդ ձև կլինի։ Հիմա ես օրինակ ես ասում, ես որ պետք է 200,000 կամ հաշվապահ, ես որ պետք է կոմպյուտեր առնեմ, ես առնեմ։ Չէ, ինձ ազատականացեք, ես վճարեմ։ Տվեք շեմ բարձրացեք, բարձրացեք մարդիկ ազատ աշխատեն, հաշվի առեք, որ ոսկի ինքը ինքնին շատ դրա համար դուք ասես մնացած, ես չեմ կարող։ Շեմը բարձրացեք, դուք կտեսնեք ավելի ճիշտ հարկերը կհավենի։ Ու ավելի լավ հարկային տեսուչը, թող ավելի շատ պտտի հարկային տեսուչը, քան նստենք այդքան մեր տարիներով հավաքված աստղական, այսօր գույքագրենք, այսօր ես 5,000 եմ վաճառում, մեկ 6 ամիս հետո 1,000 դրամով էլ չեմ կարողանում վաճառել։ Իրականում շատ բարդ է։ Ու քիչ-քիչ բիզնեսը մեռնում է, մարդիկ արդեն վիճակի չեն լինել բարգավաճելու առաջ գնալու ընդհանուր։ Մենք վտանգից ենք վախենում։ Մենք վախենում ենք, որ այդ կառավարությունը մեզ ուզում ամեն ձև ստեղծի։ Հասկանում եք, ոչ թե այս ամբողջ խնդիրը, որ մենք հարկից ենք վախենում, ոչ։ Դուք մտածեք այս բան անեք, որ ազատ մենք հարկը տանք։ Շեմը բարձրացրեք, ու ժողովուրդը հարկերը տան։ Մարդը հիմա իր գիտելիք հետքան է հասկանում, որ առել է այսքան եկել է մաքսայնում վճարել է այս ա եղել, վաճառում է այսքան։ Իր եկամուտն է հաշվում ու դնում է վաճառում է։ Մարդը այդ գիտելիքները չունի, որ այդպես հաշվապահություն անի, անալիտիկ հաշվառում անի։ Դուք շեմը բարձրացնեք, կտեսնեք, որ ավելի ճիշտ արդյունքներ ունենք։ Թողերի հսկողությունը շատանա, մենք դեռ չենք ասում, չէ հարկային տեսուչը շաբաթը մի անգամ մտնում կամ շաբաթը 5 անգամ մտնում, մենք դա չենք ասում։ Մենք ասում ենք շեմը բարձրացեք, մենք ասում ենք մենք ազատություն տվենք, հսկեք վաճառքը, մենք էլ խփենք, որ մենք էլ չխփեն են դիքին։ Վայ ես շեմն անցա, վաղը կարող է ես արդեն ընկնեմ էնդեսի դաշտ։ Էնդես դաշտից մենք վախենում ենք, որտեղ մեր գաղափարները չի երիկում։ Հաշվապահական մի հատ սխալից կարող է շատ կարող է ինքը շատ ծրատոկոսը, բայց հիմա ամեն մարդ ուզում է իր անվտանգությունը ապահովել, չի ուզում վտանգված լինի, զուտը դա է ամբողջ խնդիրը։ Այո նախարար, 10% շրջանառությունից, եկամուտից չէ, 10% շրջանառությունից, մենք կհաշվենք դա մեր եկամուտի որ մասնական։ Տեսեք, հարցերը չի ֆինանսական։ Տեսեք, իրականության մեջ, այո, եթե հաշվարկած Այո, չկա, տարիների ապրանքի ձեռբերման գումարը չթողում հաշվում։ Նայեք, մենք սպառողությունը ուզում ենք խնդիրները բացասել, բայց հիմա խնդիրները հետո։ Կներեք, դուք այս ամեն ինչը արձանագրում եք, չէ՞, նկարում եք, չէ՞։ Ինչի որ մենք չգրենք, պետք լինի ֆինանսների կառավարության հետ ասենք էս։ Մենք չենք զնանում, մենք էլ կգրենք։ Չէ, այն պետք չի գրել, դա ինչ որ։ Անցած տարվա այն մարդիկ ովքեր չեն ունեցել ազատությունից, հա, որովհետև օրենքով չես ուզում իջնուծես, պատրաստես մի բան, ես մի բան եմ։ Այս տարի դառնում է, որ ես անցած տարի սխալ եմ աշխատել, ես դրա համար պատժվում եմ, ես 10% եմ։ Вообще, այս
նայեք, չի թողում փաստաթղթը, եթե չեմ ունեցել փաստաթուղթ, ես կոնկրետ հիմա Այս աջակցության ծրագիրը վերջին։ աջակցության ծրագիրը մասնակցում են մարդիկ, ովքեր հունվարի 1-ի ովքեր որ շրջանառության հարկի դիմումը տալու հաջորդ օրվա չեն ունեցել պարտավորություն, մենք 5%-ի ժամանակ հնգանք ենք։ Բայց կատակություն լավ մեր երկիր լնի միգոսը պետք է։ Այն ժամանակ դեպի կանենք, բայց 10%-ը չաստացել։ Մենք մեղավոր ենք։ Հիմա բարձրացել ենք, որովհետև հարցը նրանում է, որ կամ թափում են բիզնեսը, անհատ ձեռնարկատերը, որը 80%-ն է ստեղի, պետության առաջ իր պարտավորությունների համար պատասխանատվություն է իրականական նույնքով։ Սակայն կարում է գնալու ծառա պատկերը մնա ջրի կամ չգիտեմ ծրագրացման ճանապարհով, այդպես մնում է։ Անհատձև են կտերը ոչ։ Ավտոյով իրականով պատասխանատալի ամեն ինչի համար։ Հիմա ես կանել եմ 10% շրջանառության համար։ Դուք հասկանում եք այդ ինչ թվերը։ Ես իմ եկամուտներ եք տանում, ինձ պատկերակ եք։ Պատկերացրեք, ես խանութը պետք է թողեմ իմ առևտուրը, ես չեմ ուզում վարել։ Մի հատ գլխավոր հաշվապահ, մի հատ նստած հաշվետար, որը պետք է հասկանում եք ինչ արել։ Ես չեմ կարում այդ ֆինանսարկել ծախսերից այդպես դուրս գամ։ 10%-ն էլ է իմ համար շատ։ Հիմա մենք ասում ենք, այս շեմը բացացրել եք մարդանեցին տալի, ես ոչ կարելի է ապել ասել չի պատահարի։ Մարդ դրեք կոնկրետ